Հրապարակ թերթը գրում է. թեպետ 4 օր է Նիկոլ Փաշինյանը գրառում չի արել վեհափառ եւ եկեղեցու մասին, առավոտյան սաղմոսներ էլ չի տեղադրում էջում, սակայն եկեղեցու դեմ արշավը չի կարելի վերջացրած համարել։ Իշխանական աղբյուրների պնդմամբ այս լռությունը թվացial է, վարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմ, հավաքվում են փաստեր, կոմպրոմատներ, մարտավարություն են մտածում, իսկ այս պասիվությունը պայմանավորված է տարածաշրջանի անկայունությամբ, Իրան-Իսրայել պատերազմով։ Փաշինյանը գիտակցում է, որ եկեղեցու դեմ գրառումները հատկապես այս օրերին իրեն չեն ներվի, ուստի սպասում է ջրերը հանդարտվեն, որ նոր շարունակեն պատերազմը։ Իսկ եկեղեցին վերցրել է իր նետած ձեռնոցը, 3 կլոր սեղան էին կազմակերպել եւ բարձրաստիճան հոգեվորականներ, քաղաքական հասարակական գործիչներ վերլուծում էին Փաշինյանի գրառումները, կոշտ գնահատականներ տալիս։ Ես հիշեցնեմ, որ օրերս ես հրապարակեցի տեղեկություններ իմ Facebook-յան էջում, ըստ որի հունիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում եղել է այդ նախաձեռնող խմբի հավաքը, եկեղեցու դեմ արշավի նախաձեռնող խմբի հավաքը եւ քննարկել են, որ հնարավորինս շատ մարզերից մարդկանց ներգրավվեն եւ Նիկոլ Փաշինյանը ըստ եղած տեղեկությունների խոստացել է բոլոր ակտիվ ներգրավված մարդկանց եկեղեցու դեմ այսպես կոչված հաղթանակը տոնելուց հետո տարբեր պետական պաշտոնների եւ աշխատանքի կտեղավորի։